Փախում եմ հիմա ես աշխարհը իմ, ընտրում եմ այսօր ճանապարհը իմ, սիրո ետևից գնալու համար, ես ու սիրտս դարձանք ապրելու չափ համար, վարկյանս քեզ մոտ ժամերի նման, սահման ես ունեմ դու չունես պայման, խիղճը թող քեզ հուշի, որն է ճիշտ ու սխալ որոշիր, ճանապարհ քայլ առ քայլ դեպի երազանք, ճանապարհ խավարի միջով ես անցա ու հասա դեպի լույս ու կյանք, ճանապարհ քայլ առ քայլ դեպի երազանք, ճանապարհ խավարի միջով մենք է վերադարձանք դեպի լույս ու կյանք, հեքիաթը այսօր արդեն հինը չէ, անխելք մարդու վերջն էլ հետ չէ, բախտի հետքերով գնալու համար, ես ու սիրտս դարձանք ապրելու չափ համար, վարկյանս քեզ մոտ ժամերի նման, սահման ես ունեմ դու չունես պայման, խիղճը թող քեզ հուշի, որն է ճիշտ ու սխալ որոշիր, ճանապարհ քայլ առ քայլ դեպի երազանք, ճանապարհ խավարի միջով ես անցա ու հասա դեպի լույս ու կյանք, ճանապարհ քայլ առ քայլ դեպի երազանք, ճանապարհ խավարի միջով մեկ է վերադարձանք դեպի լույս ու կյանք, ճանապարհ քայլ առ քայլ առ քայլ առ քայլ դեպի երազանք, ինչ որ բան կորցնելով մենք իրար գտանք, մենք անցանք ու հասանք դեպի լույս ու կյանք, ճանապարհ քայլ առ քայլ առ քայլ առ քայլ դեպի երազանք, ինչ որ բան կորցնելով մենք իրար գտանք, մենք անցանք ու հասանք դեպի լույս ու կյանք, լույս ու կյանք. Գասպարյան, ճիշտ է ինձ բարեկամուհի չէ, բայց ես շատ հավանեցի ձեր կատարումը, քանի տարեկան եք կհիշեցեք։ 18 տարեկան Կատրին Գասպարյանը։ Լսում ենք մեր ժյուրի անդամների կարծիքները, սկսում ենք Սոնայից։ Ես ողջունում եմ ձեզ, շնորհավորում եմ սենց ոչ հեշտ վերցրած կոմպոզիցիան, ձայն ունես անշուշտ, դաժե չեմ կարա ոչինչ ասեմ, ու հենց սկզբից սկսեցիր շատ սիրում, շատ, հետո իհարկե շունչը հերիքի հետ ճիշտ տեղերում չեր շնչում, դրանից տուժում էր քո այդ ֆրազաները, որը կարար լիներ, մի վտեղ միստախ, ոնց ասեմ, վերցնում էիր շունչըտ, խեղճանում էիր դրանից ինտոնացիոնի պայտում, բայց ես դետալներով որ չասեմ, ընդհանուր առմամբ ձեր ելույթը ինձ դուր եկավ։ Շնորհակալություն։ Գոր։ Կատրինը առաջին օրվանից իմ ֆավորիտներից է և համոզված եմ, որ դեռ երկար ճանապարհ կունենա, թե հայ սուպերստարում, թե առհասարակ, ուղղակի պարզ է, որ դեռ աշխատելու շատ տեղեր կա և պետք չի դոփել տեղում։ Ապրես, այս անգամվա համար էլ ևս ապրես։ Շնորհակալություն։ Սյուզաննա։ Ես ուզում եմ ասել Կատրին ջան, որ ես 18 տարեկանում այսպես չեմ երգել ու
ուղղակի չեմ վախենա հրապարակավ ասել, որ ես կերազեի այս տեսակ կատարում ունենայի։ Շնորհակալ ենք անկեղծության համար, եկեք ծափարենք։ Ես դրա համար ձեզ ծափարում եմ։ Ընդհանուր ստացված է ելույթը, ես շատ հավանել եմ, բայց առաջին հատվածում երգի այդ այերը, այն ձեր գեղեցիկ ֆալցետով որ անեիք, շատ ավելի ստացված կլիներ ձեր ելույթը, բայց ես շնորհավորում եմ ձեզ, շնորհակալություն, որ դուք կաք ու մեր նախագծում եք։ Մերսի։ Շնորհակալություն։ Անդրե։ Ես կլինեմ ավելի խիստ իհարկե, որովհետև ես ներկա եմ եղել բոլոր փորձերին եւ ես գիտեմ, որ դու այսօր այն ամեն ինչը, ինչ որ դու անում ես, դու արեցիր ընդամենը 30%-ը։ Հազում ես, որովհետև շունչերն էր, Սոնան շատ ճիշտ է նկատել, որովհետև սխալ տեղեր էր շնչում, չէիր կարողանում Սյուզաննայի ասած այերը, որը փորձերին կար, այսօր չգիտեմ ինչ խանգարեց, որ դու որոշեցիր հենց ամենասկզբից բացվես։ Նաև համաձայն եմ Եգոր Գլումովի հետ, բոլորի հետ համաձայն եմ, ուղղակի շատ ցավում եմ, որ շատ-շատերը փորձերի ժամանակ իսկապես անում եք այն, ինչ որ այսօր ես տեսնում եմ շատ քիչ տոկոսը։ Չգիտեմ ովքեր են լինելու այն 3 բախտավորները, ովքեր որ անցնելու են էլ ավելի դաժան փուլերի։ Դաժան այն առումով, որ եթե այստեղ հասկանալի պատճառներով եք լքում, օրինակ, մրցույթը եզրափակիչում, երբ որ համերգները սկսի, շատ դեպքերում անհասկանալի պատճառներով, որտեղ կարողա ձեր լավագույն ելույթից հետո ինչ-ինչ պատճառներով ձեզ չքվեարկեն։ Եվ այդպիսի դեպքեր եղել են, բայց մարդիկ դրանից հետո չեն կոտրվել, դա է ամենակարևորը։ Շնորհակալություն։